У меня долги были перед государством, я решил, что если я не крупные пени, Das ist Arbeit nicht was? Es tozneler yakışır. Koşuyor ayrı. Մամնա հարցնամ տեսնեմ մենակ ինքն խոսում։ Հա, մենակ ինքը ես չեմ երևում։ Դից ես չեմ երևում։ Եղիակ, ասեք հիմա ինչի եք հավաքվել այստեղ, ինչա տեղի ունենալու, նաև ոստիկանների հայտարարությունը, որ կրպակների ապամոնտաժումը ապօրինի է։ Մենք հավաքվել ենք, որովհետև քաղաքացիական դատարանի որոշումը իրականացվում վերսակալու են ապամոնտաժը։ Մենք ընդհանրապես շարունակում ենք մեր նույն ձևի ցույցը։ Իհարկե լիքը մարդ ուզում է երկար լինի այդ ապամոնտաժման process-ին։ Մենք չենք խառնվելու բացարձակ այդ խմբի հետ։ Ուրախ ենք մի բանով ուզում եմ ասել on-line ենք կանի, որ մեզ միացել է նաև Քաջարանի գյուղապետը Քաջարանից, ով
առայժմ այդքան։ Bakken, hai tane zaten bakken. Abi, mage kete. Երեխեք շրջանը փակ եք Մի բան ասա, մար։ Ինչ պիտի ասեմ, ունեն ուստեք։ Ախորտին գնային կոտ մխայք է։ Հայաստանը։ 10 րոպե ունեմ։ Կանաչ, մատուր, Հայաստան! 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 Կանաչ, մատուր, Հայաստան!
Փոշի շերշարտերով Արգելի դրոշած քաղաքացիներ, հիվանդ եկել մեր մարդոց պուրակի հանրային պաշտպաներ։ Ուզում եմ հիշեցնել մեր նպատակը ընդհանրապես, մենք այսօր հավաքված ենք այստեղ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները, այն է ունենալու առողջ եւ շրջակա բարեկեցիկ միջավայր, մենք տեր ենք մեր իրավունքները եւ կեսագործում ենք դրանք։ Մենք գիտակցում ենք, որ մենք տերն ենք այս երկրի եւ պատրաստ ենք դրա համար ամեն ինչ անել։ Մենք այսօր այստեղ ենք պահպանելու մեր հանրային տարածքը եւ մեր հանրային իրավունքները։ Մաշտոցի պուրակը չի կարող առևտրականացվել, չի կարող դառնել միջավայր, այլ պետք է մնա հանրությանը եւ ծառայի նրա կարիքներին եւ նրա պահանջմունքներին։ Մենք այս պահանջը արդեն շուրջ 50 օրեր բացատրել ենք, նշել ենք, որ այս տաղավարները, այս խանութները, որ դրանք ապօրինի ձևով տեղադրվել են այս տարածքում, խաթարելով մեր հանրային իրավունքները։ Մենք պահանջատեր ենք եղել տարբեր ձևերով, տարբեր այցաններով պահանջել ենք, որպեսզի դրանք ապամոնտաժվեն եւ վերադարձվեն հանրությանը։ Մեր գործողությունները բխում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից։ Մենք ունենք եւ այս իմաստով ոստիկանությանը Արգելի դրոշած քաղաքացիներ, ուզում եմ հիշեցնել մեր սկզբունքները։ Մենք գործում ենք խաղաղ ձևով, օրինական, առանց որևէ օրենք եւ իրավունք խախտելու։ Մեր բոլոր գործողությունները խաղաղ են, առանց որևէ բռնության, առանց որևէ խախտումների։ Մենք որևէ դիктատորի եւ բռնության դրանք մեր հետ չեն։ Մենք այսօր պետք է տեսնենք մեր քաղաքացիական անկախ եւ արդար դրանի որոշմանի կատարածումը։ Thank you.
Ապամոնտաժով բրիգադին հայտարարությունը պետք է անի, ուզում նշեմ, որ ապամոնտաժով բրիգադը ապամոնտաժով բրագիդար ներկայացուցիչները ոստիկանության խորհուրդ է տալիս դրսել նրանց եւ հետո եկես ասելիքը կասեն։ Բարդ քաղաքացիներ։ Վրաչով։ մեր հանրային շահի պաշտպանությունը խնդրեք ոստիկանություն չխանգարի, որպեսզի ապամոնտաժով բրիգադանի հայտարարությունը, որից հետո դուք կարող եք հասնել ձեր ասելիքը։ Մենք հիմա կփորձենք օսալ ոստիկանության հետ, եթե իրենք այստեղ են, կարծում ենք ներկայացուցիչ ունեն, լիազորված եւ կարծում ենք, որ հնարավոր կլինի իրենց հետ խոսել։ Չնայած ոստիկանությունը մի քիչ բարձր վերև։ Ոստիկանությունը այդպես էլ մեզ չի պատասխանել, ապահովում է մեր աշխատանքի անվտանգությունը, բայց քանի որ այստեղ են, մենք կփորձենք տեղում պարզել այդ հանգամանքը։ Հետո ձեզ իրազեկենք։ Շնորհակալություն։ Արգելի քաղաքացիներ ողջունություն։ Հիմա հետևյալ իրավիճակն է, ստանց ծուծում մենք խնդրենք ոստիկանության ներկայացուցիչներին, քանի որ քաղաքացիական նախաձեռնություն եւ քաղաքացիները իրենք իրենց հանրային հանրություն են պաշտպանում, ապամոնտաժով բրիգադը իր առանձին գործողությունները ունի, ինքը իրականացնում է քաղաքացիական հատանդարի վճիռը։ Հիմա դուք խնդիր ունեք խոսելու ապամոնտաժով բրիգադի հետ եւ ոչ թե մեզ հետ, դա ուզում հստակ ֆիքսվի ոստիկանության կողմից, սա քաղաքացիական նախաձեռնություններ եւ այգու հանրային պաշտպանները, նրանք առանձին գործողություններ են, ապամոնտաժով բրիգադը առանձին նախաձեռնություն է։ Ապամոնտաժով բրիգադը դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի նամակով
որին չի պատասխանվել։ Հիմա ապամոնտաժող բրիգադը կոչ է անում, որպեսզի ձեր ներկայացուցիչները մոտեն ապամոնտաժող բրիգադին կամ ձեր որոշեք, որպեսզի դուք ձեր ասելիքը ասեք։ Այն որ դուք հանրային մեզ ներկայացնում եք, դա մեզ չի վերաբերվում։ Դա վերաբերվում է ապամոնտաժող բրիգադին։ Ուզում եմ հստակություն եւ առանձնացում ձեր մեջ մտցնեք եւ այս իմաստով սկսեք բանակցել կամ ձեր ասելիքը ասեք ապամոնտաժող բրիգադին։ Դրա համար դուք տարբերակ ունեք մոտենալու եւ խոսելու հետը։ Այս բարդությամբ մոտեցել են, թողեք խոսեն, վերջ։ Ապահովների եւ քաղաքացիական ակտիվիստների։ Այ շրջանը։ Այ շրջանը։ Եկեք Ես մետր հետ գնալ, մի մետր հետ գնալ եւ թողենք որպեսզի այստեղ մեջտեղ ավելի հարված ձեր կա, եթե համաձայնեք։ Այստեղ մեջտեղ ավելի ազատ ձեր կա, կարող եք գալ այստեղ։ Եկել է ապամոնտաժող բրիգադի մասնակիցներ, կարող եք գալ այստեղ, ազատ է, հանգիստ կարող եք խոսել։ Եթե տեսնում եք, ես ուղղում եմ ոստիկանության օրինական պահանջները անցնան չեք մտել ապամոնտաժում։ Բայց եթե դուք ոստիկանության դարապետի If որևէ դիմադրողական գործողություն նման բանի չի անկախ նրանից մենք հիմնավոր ենք թե անհիմն ենք համարելու ձեր գործողությունը բայց եթե ոստիկանությունը գործի բաները անհիմն անել այդ այստեղ հավաքված երիտասարդներին նկատմամբ մենք նման գործողությունների դեմ բնականաբար հակադրվել ենք ոստիկանությունը ես դրանով ուզում եմ ընդգծել որ մեր գործողությունները եւ երիտասարդների գործողությունները չդատել միասին իրենք անհավաք մենք Այս ոստիկանությունը գործել է օրինականություն սկսած է Եթե որոշի ֆակտորներ ոստիկանությունը չդիմի հնարավորինս ձգտելով, հոտորելով, որ անօրինական գործողություններ չանեն։ Որպեսզի հիմա այդ գործողությունների հետևանքով չպատասխան մարդիկ, որոնք չեն գիտակցել իրենց իրավական հետևանքները։ Ովքեր հիմա կոնկրետացնել բնական է, այս տարածքում, այս քննի շուրջ ստեղծվեց լուրջ դրամատիկ մեր
այս տարածքը որտեղ պայքարել են մեր կարծիքով փորձը ձեր այդ իրավական վեճից մենք կողմ ենք որ նման ձևով պաշտպանություն այս վիճերի սեփականություն որովհետև սեփականությունը պաշտպանվում է միայն եթե հասարակությունը ճանաչի այդ սեփականության օրինականություն այստեղ այդ հանգամանքը խնդիրը միայն այս տարածքում չէ այլուն գիտեք որ ուրիշ տարածքում նույնպես գոյություն նման պրոցես եւ մենք ուղղակի փորձենք համոզել որ ոչ մի բան չկա մենք կմտնենք տարածք այն ժամանակ երբ որ բուտիկի մոտ որևէ մեկը չի եթե չլինի մեկ մոտ մենք ոչ մի քայլ առաջ չենք ոչ մի զարգացում չենք բայց եթե ոչ չլինի մենք անցնելու ենք մենք շատ բավական ժամանակը քիչ է եւ համապատասխան ոստիկանությունը պիտի մտածի մինչեւ 3 տարի է ուզում այստեղ նստի թե ոչ մեկ իհարկե եթե ոստիկանությունը շարունակի նական է այս այդը ուրիշ քաղաքականության Արմեն Դոլտատյան Երբ միkrofon մոտեցեք մեր հրապարակայությունն ապահովեք էլի Սակայն բոլորը հասկանան դու կարող ես հարցնել ինչով է դա այսքան ֆակտուալ քիչը ոչ է այսքան քիչը այն է որ մենք բոլորս մասնակցում ենք եւ շատ լավ գիտենք եթե նման հարցեր չեն լուծվում իրավական դաշտում Հրվիստանի պես, ուրիշ երկրների պես գալիս է մի պահ երբ որ հասարակ ժողովուրդը գուցե անգիտակի բահերով հայտերով արդեն գալիս ցույց սեփականության դա անթույլատրելի է Հայաստանի համար ցանկացած պետության համար բայց քանի որ դա կատարվում է մենք փորձում ենք այսօր դնել այն բանաձևը որի միջոցով հայկական ձևով նման խնդիրները լուծեն Սա է ընդհանրապես։ Դրա համար դուք որոշեք, եթե ժամանակ ունենաք կամ ցանկություն մեզ կհայտնեք, մենք ժողովուրդը խոսելու ենք, պահպանելու ենք կանոն եւ ասում ենք, ցանկացած դեպքի մոտ 10 մետր բաց լինի, մենք մտնում ենք տարածքը, որովհետեւ դա չի պաշտպանում։ Հայտարարություն անել բոլորի համար։ Այդ ես կողմից բաց Բարձր ոստիկանության կողմից կազմակերպված գլոտ տարբեր իրավապաշտպանների միջազգային փորձագետների փորձեցի բացատրել այս քննի իրավական լուծում Ձեզ բացատրվեց, որ այստեղ ոստիկանության խնդիրը այնքան է, որքան մենք եկե պատասխան ոստիկանությունը որոց բուն պատասխանատվություն այս դրան կարծիքի ճոճարների ապահովում է։ Ընդ որում նաև հանրավաճի մասնակիցների, ցարավերի, եկեղեցիների, բոլոր մասնակիցների բայց երբ միջոցառումը արդեն անցնում է օրինականության սահմանները փորձենք ֆակտոր օրինականացնել, մեր մասնագիտական պարտությունները որը ցանկալի չէ։ Ամեն ինչ բարձ է, քիչ չի, մենք տարբեր ձևով ենք ասեցին, ձեր խոսքի մեջ դուք ասեցիք վիճելի տարածք։ Այո, վիճելի է, որովհետև դեռ չի ապացուցում, որ քաղաքականությունը որոշումը սխալ է։ Բայց քանի դեռ որ սխալ չի համարվում որոշումը, վարչական կատարանի կողմից կամ վերադասի Մավինյանի կողմից։
Բնականաբար ոստիկանությունը գործող օրենքի սահմաններում պետք է պաշտպանի հասարակական կարգն եւ անվտանգությունը տվյալ սեփականատիրոջ ունեցվածքը, որը մտնում է ոստիկանության պարտականությունների մեջ։ Մենք չգիտենք, գոյություն ունի, թե գոյություն չունի սեփականատեր։ Մենք խնդրեինք ձեզ, եթե սեփականատերը կա, ոստիկանությունը բերի այստեղ տակի կառույց չի կարելի։ Չէ, թող բոլորը գիտեն, որ հասարակությունը կենտրոն կանաչապատում փակ բաժնետիրական եկեղեցի։ Այո, քաղաքապետարանի դուստը ձևավորեցին։ Սա փաստորեն քաղաքապետարանի սեփականությունն է այստեղ։ Լավ, հայտարարություն տանք հետո։ Ну что? Ну ничего еще. Մի քիչ է։ Ոստիկանություն եք նկարում իրանք խորովի լավ։ Մենք մի հրավիրում։ Հարգելի երևանցիներ, Մաշտոցի պուրակը Երևան համայնքի պատկանող համայնքի սեփականություն։ Երևան համայնքը դա բնակիչների համայնք է։ Եվ մենք այսօր եկել ենք այստեղ, որ պաշտպանենք համայնքի սեփականությունը։ Այստեղ տեսնում եք, որ կատարվել է կապիտալ շինարարություն։ Կապիտալ շինարարություն կատարելը հնարավորություն է տալիս այս տարածքը հետագայում մասնավորեցնել եւ սեփականության իրավունք ձեռք բերել այսօրվա վարձակալի, ինչպես ասեցիք, կենտրոն կանաչապատը։ Դա ոտնահարում է մեր քաղաքի բնակիչների իրավունքը։ Եվ մենք դրա համար գտնում ենք, որ այս կապիտալ շինարարությունը, որը կատարվել է դրված ինքնության պայմանների էական հաղթումներով, իրենից հանդիսանում է ինքնական կառույց։ Յուրաքանչյուր սեփականատեր իրավունք ունի քանդել իր հողամասում կառուցված ինքնական կառույց։ Եվ մենք այսօր լսեցինք ոստիկանությունից, որ ոստիկանությունը իրավազուրկ է Երևանի քաղաքապետի որոշումը իրավաչափ գնահատել։ Որոշման իրավաչափությունը գնահատել։ Իրավունք ունի ոչ թե իրավունք։ Այդ պատճառով մենք հայտարարում ենք, որ այն պետական մարմինը Հայաստանում, որը որ ունի իրավասություն Երևանի քաղաքապետի որոշմանը համապատասխան գնահատական տալ, իրավաչափությունը գնահատել այդ որոշմանը։ Թող 3 օրվա ընթացքում, որը մենք գտնում ենք ողջամիտ ժամկետը, հայտարարի հրապարակային դրա մասին եւ այստեղ ուղարկի իր ներկայացուցիչներին այս հարցի շուրջ խնդիրները պարզաբանելու։ Մենք մեր կողմից համարում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետությունը այս ժամկետում ի հայտ չգա, որն է այն պետական մարմինը, որը իրավացու է տեղական ինքնակառավարման մարմնի որոշումով իրավաչափությունը գնահատել, ապա դա նշանակում է, որ այս հատվածում մենք հնարավորություն ենք տեսնում գործել ինքնուրույն, որովհետև սա պետական իշխանության նշանակում է տիրազուրկ հատվածը։ Եվ մենք այդ դեպքում կիրառենք բոլոր գործողությունները, որպեսզի մեր իրավունքները, օրինական իրավունքները իրականանան։ Մենք գտնում ենք, որ այս գործողությունները մեզ հիմք կտան, այս իրավունքները հիմք կտան կիրառել բոլոր օրինական միջոցառումները, որպեսզի ոստիկանությունը Մաշտոցի պուրակից դուրս գա եւ իր այդ դեպքում անօրինական գործողություններ մեր տեսակետից այլևս այստեղ չիրականացնի եւ չխոչընդոտի մեզ ապամոնտաժման աշխատանքները։ Ինչպես ասեց Մանուելը, եթե ոստիկանությունը որևէ փախ հեռանա այս կառույցներից, մենք հենց հիմա կսկսենք ապամոնտաժման աշխատանք։ Եթե ոստիկանությունը շարունակելու է պահել այս կառույցների պաշտպանությունը, ինչը մենք գտնում ենք ոչ օրինական գործողություն, որովհետև ոչ մեկ իրավունք չունի անօրինական սեփականություն, ապա մենք այս 3 օրվա ընթացքում որևէ պետական մարմնի կողմից իմ ասած պայմանը չկատարելու դեպքում մեզ նորից եմ ասում, վերագրելու ենք
իրավունքներ, կողմնորոշվել այս իրադրությունում ինքնուրույն, համարել, որ այս հարցը չի կարող կարգավորվել պետական իշխանությունների կողմից եւ քաղաքացիները իրենք պիտի օրենքի սահմանում առանց բռնության այս հարցերի խնդիրները կարողանան լուծել։ Մենք վստահեցնում ենք ձեզ, որ օրենքի շրջանակը մեզ թույլ է տալիս գտնել այն միջոցները, որը հնարավորություն կտա ոստիկանության անօրինական մեր գործողությունները հասցնել եւ Մաշտոցի պուրակը ձեր ներկայությունից ազատ։ Ինչ կասեք, պարոն Մելքոնյան։ Ձեր իրավունքն է, ոստիկանությունը տվյալ իրավիճակում հորդորում է ձեզ, հանրապետական պահանջում, որպեսզի դուք ձեր բոլոր գործողությունները համաձայնեցնեք Հայաստանի Հանրապետության օրենքների հետ։ Անօրինական ոչ մի քայլ չանել եւ փորձել խաղաղ բանակցությունների միջոցով համապատասխան մարմինների հետ գնալ բանակցության ես կարևոր չեմ այս պահին հանգիստ իրավական դաշտ։ Մենք կբանակցենք այն պետական մարմնի ներկայացուցիչների հետ, ով որ պաշտոնապես կհայտարարի, որ այդ մարմինը իրավասու է կասկածի տակ դնել Երևանի քաղաքապետի ընդունած որոշումը։ Որևէ այլ մարմնի հետ մենք չենք բանակցի, միայն լիազորված եւ իրավասու մարմնի հետ պատրաստ ենք բանակցել այս հարցի շուրջը, որպեսզի չլսենք նման պատճառաբանություններ, որ մենք այստեղ պաշտպանություն ենք իրականացնում, սակայն օրինականությունը այս շինարարության ի վիճակի չենք եւ իրավասու չենք գնահատել։ Ոչ մեկ մեր կարծիքով իրավունք չունի մեր երկրում պաշտպանել անօրինական սեփականություն։ Եվ անօրինական սեփականության խնդիրը մեր հասարակության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Դրա համար մենք այստեղ ենք։ Եթե պետական մարմինները, նորից եմ ասում, այստեղ ունեն ասելիք, ապա մենք այստեղ ենք լինելու շուրջ օրը այս օրերին եւ սպասելու ենք ցանկացած ներկայացուցիչին, լիազորված ներկայացուցիչին այս հարցերով էական եւ բովանդակալի խոսակցություն եւ բանակցություններ ունենելու համար։ Ձեր կարծիքով պարոն Ղուկասյանով կարող է լինել լիազորված մարմինը ձեր կարծիքով։ Որը որ կորոշեն, որ լիազորված է, թող իրենք որոշեն։ Ըստ մեզ, մինչև օրս մենք պատկերացում ունենք, որ Հայաստանի ոստիկանությունը իրավասու է պաշտոնատար անձանց ոչ օրինական գործողությունների դեմ պայքարել։ Բայց մենք լսում ենք եւ տեսնում ենք, որ պաշտոնապես ոստիկանությունը ասում է, որ ինքը իրավասու չի պաշտոնատար անձանց որոշումների իրավաչափությունը գնահատել։ Հետևաբար մեզ համար պարզ է, որ ոստիկանությունը այդ հայտարարությունով ասում է, որ ինքը մեր երկրում պաշտոնատար անձանց անօրինական գործողությունները չի կարող կասեցնել։ Հարգելի Ղուկասյան, որ պետական մարմինը կհամարի, որ ինքը ունի այդ իրավասությունը եւ առաքելությունը, թող հայտնի որն է եւ իհայտ։ Քաղաքապետի որոշման կայացման օրացով ես խմբակցությունը պատգամավորական դիմել է վարչապետին։ Գործ ընդունել է վարույթ եւ բնականաբար մեր գործող օրենքների համապատասխան վարչական դատարանը որոշում կկայացնի։ Կորոշի, որ անօրինական է քաղաքապետի որոշումը։ Բնականաբար կապամոնտաժվելու է։ Կորոշի, որ օրինական է։ Մենք կպահպանենք այդ դատարանի վճիռը։ Ուզում եք ասել, որ գործադիր իշխանության Ուզում եք ասել, որ գործադիր իշխանության որևէ մարմին իրավասու չի այս հարցում դուք հայտարարեցիք, պաշտոնատար անձի որոշումները վիճակել։ Եղավ։ Պարոն Մելքոնյան, ոստիկանությունը մնալու է այստեղ շուրջօրյա, ինչպես ինչ կասեք։ Ոստիկանությունը միշտ եղել է եւ պետք է մնա։ Ցանկացած մարդու սեփականությունը մենք պարտավոր ենք պահպանել։ Սեփականությունն է դուք պաշտպանում, պարոն Մելքոնյան։ Քաղաքապետարանի կենտրոն կանաչապատում փակ բաժնետիրական ընկերության եւ նույնն է ձեր սեփականությունը։ Եղավ։ Անուն ասեք։ Ինչպես ում անունը։ Կենտրոն կանաչապատում փակ բաժնետիրական ընկերություն։ Ես ձեզ ասեցի այն կազմակերպության անունը, ով շինարարություն է անում այստեղ։ Եվ տվյալ կառույցների սեփականատեր է։ Սեփականատերի անունը։ Եթե դուք գիտեք, ես չգիտեմ։ Ով է դուք եկեք մեր դեմ։ Ես չգիտեմ դուք ում եք ձեր դեմ հանում։ Ես ասում եմ երկու անգամ երկուսը հավասար է 4-ի։ Դուք ուզում եք ասեմ 5-ի։ Ես չեմ կարող։ Տվաբանություն ունի իր կանոնները։ Ես էլ ձեզ ասում եմ իրավաբանորեն
Ես ոստիկանության աշխատող եմ, իրավաբան, հարգելիս։ Չեզոքություն կա, որոշություն դրսևորեք։ Լրատվական միջոցը պետք է չեզոքություն դրսևորի։ Քաղաքապետի որոշում կա, որով երևում է, թե ով է կառուցապատում իրականացում այստեղ։ Որտեղ նշված է։ Անունը խնդրեմ։ Կենտրոն կանաչապատում փակ բաժնետիրական ընկերություն։ Արոն Մելքոնյան, մի հարց եթե կարելի է։ Այ եթե փորձեն ապամոնտաժ իրականացնել, ոստիկանությունը ինչ միջոցներ ձեռք կառնի։ Չի թողի, որ օրենքը խախտեն։ Չենք թույլատրի։ Կաշխատենք այնպես քաղաքակիրթ ձևերով օրինականության սահմաններով չթույլատրել։ Բայց եթե օրենքի սահմանները կանցնեն, մենք բնականաբար գործողություն ենք։ Ինչ գործողություն։ Դա մեր պարտադիր։ Ես հիմա չեմ նստի բացատրել։ Օրենքի միջոցով։ Անդրեաս։ Ար մի հատ դուրս թելադրեմ շուտ։ Տնեցիքին բարևի հետ ես։ Այնակ դուք ես ապուշտան կարայաների։ Արի, ինչ։ Արտու խանգարում ես արտու։ Աչ կողմից նլորը խնդրեմ խանդեք, պահում ենք, որպեսզի ամեն ինչ կարգավորված լինի, էլի։ Նրագողում ենք պետականաշն ապամոնտաժող բրիգադը, սպասում ենք նրանց հայտարարությանը։ Այսօր տերմին ենք հորնել պետականաշեն ապամոնտաժող բրիգադ։ Պետականաշեն ապամոնտաժող բրիգադը։ Ուրեմն սարքերը մեզ մոտ է։ Խնդիրությունն է ոստիկանությունը փակել է։ Ոչինչ, մենք մոտենում ենք գործիքներով։ Այսինքն ինչ ենք մենք ասել։ Մենք ոչ մի ասել։ Ես առաջարկում եմ ոչինչ չասել։ Խնդրել ճանապարհ բացել եւ մոտենալ անել։ Խնդրել ենք, չեմ Անեք։ Առաջարկում ոչինչ չասել։ Մարդիկ սպասում են մի բան։ Չէ, ես շարունակում եմ ապամոնտաժ։ Ջիրիկացում ենք։ Մենք ոստիկանից Չէ, հայտարարությունն դուք լավ գիտեք, չմտնեք բաների մեջ։ Մենք 3 նախադասություն ենք Իրանց հետ մենք ավարտել ենք։ Չէ, ժողովրդին ոչ մի բան չի ավելորդ ասել։ 3 նախադասություն։ Շնորհակալություն, տեղ բացեք, մենք շանսում ենք գործել։ Եթե մեզ խանգարելու են, մենք մնալու ենք այդքան ժամանակ, ինչքան պետք է։ Այսքան բան։ Չէ, ուզում ասել երկար բաներ մի ասել։ Չէ, շատ կոնկրետ։ Արի, մարդկանց ասեն, Մի խոսա ինչ ես բանակցում իրանց հետ, այդ ոչ ոքի պետք չի։ Պետք չի։ Իրանք ասել են սենց, մենք ասել մենք անցնում ենք ամբողջ համացանցով ցույց են տալու մեկ այդ ամենը։ Ես խնդրել եմ, ես խնդրեցի, մենք հիմա կավարտենք ու հայտարարություն մի րոպե սպասեք, մենք բանակցում ենք, մենք բանակցեցինք իրանց հետ, իրանք մեզ ցույց են տալու, մենք անում ենք մեր գործը, մենք կատար ենք փակում, դատարանը վերջ։ Երեգորվան մասին չգիտեմ, Մեր գործողությունները խաղաղ են, բացառապես հանրային շահի։
Ahmet'im, Oskan'dı. Ուզում ենք նշենք վերջնական, որ մեր բոլոր գործողությունները խաղաղ են, բխում են իրավունքից, իր օրենքներից եւ քաղաքացիական սկզբունքով։ Մենք որևէ բռնության, խուլիգանության, սադրանքի, պրովոկացիայի չենք գնում։ Եթե որևէ մեկը նման սադրանք կամ պրովոկացիա արեց, ուրեմն մեզ հեչի եւ կազմակերպված է։ Դա ուզում հստակ է։ Մեր 50 օրվա այս պայքարը ցույց է տվել, որ մենք որևէ տեսակ բռնության, խուլիգանության կամ նման կոչերով հանդես չենք եկել։ Սա մեր սկզբունքներից մեկն է։ Ուզում եմ, որ բացի բոլորիս համար։ Հատարանի մասին, ինչ են կարել, ինչքան օրացներ։ Աբարանցի խալատերնիկը ձեռը ման։ Շայքի շիմիցի Մենք դժակալ ես մայն մարդես ինչ ես անում եք հայտարարություն հայտարարություն անես լավ խնդրում եմ բացնեք օգնեք թողել Եք հարմուշ կա, ես կարակ սենսը խոսեք վրա, մեկ նոպես մատկեղից սա։ Ես ուզում եք կարակ Կարճ հայտարարություն։ Ոսոյմա հիմա։ Հիմա ինչ վիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունը գտնում է, որ նա պիտի պաշտպանի այս սեփականությունը։ Մենք գտնում ենք, որ բոլոր ժամկետները անցել են եւ քաղաքացիների իրավունքն է ապամոնտաժել դա։ Մենք հայտարարեցինք ոստիկանությանը, որ մենք չենք ճեղքել, ոչ մի ուժ չեք կիրառելու, ոչ մի բան չեք ճեղքելու։ Կամ ոստիկանությունը հասկանալով մեր ճշմարտությունը, տեղ պիտի թողնի, որտեղ մենք ենք ցանկանում։ Մենք հիմա կսկսենք մոնտաժել, դեմոնտաժել, կամ մենք խոստացել ենք իրենց պահել ոչ ավելի շատ մի քանի գումարտակ այստեղ, միջև ոստիկանությունը հասկանա, որ նման ձևով սեփականություն աշխարհում ոչ ոք չի կարողացել պաշտպանել։ Մենք հասկացանք, որ այդ գիտակցությունը այսօր ոստիկանությունը չունի։ Համոզված ենք, որ այսօրվա ընթացքում այդ գիտակցությունը կգա։ Մենք ասացինք ինչու է դա վտանգավոր մեր երկրի համար նման մտածողությունը։ Կարծում եմ իրենք ընկալել են։ Իհարկե իրենք ասում են շատ արդեն իրենց իրավասությունը չի, բայց դա իրենք պիտի որոշեն։ Որտեղ ցանկանում են, այդտեղ էլ պետք է որոշեն։ Հիմա մենք կխնդրեինք, որ ժողովուրդը մի քիչ խմբին թողնեն առանձին, որ մենք մեր պլանները մշակենք եւ մեր գործողությունները սկսենք։ Շնորհակալություն։ Մեզ պետք է ազատենք։ Հարգելի քաղաքացիներ, հիմա մենք կխնդրենք, որպեսզի պետականաշեն ապամոնտաժող բրիգադին թողնեք առանձին այս պլանները որոշեն։ Ես ի փոքր կարճ կպատմեմ այս ամբողջ այգու պատմությունը, թե որտեղից սկսեց, ուր ենք հասել, որ փուլում ենք եւ ինչ է մեր նպատակը։ Ինչպես գիտեք, այսօր խորհրդանշական է նաեւ, որտեղ 50-րդ օրը լրանում, ամսի 31-ը, փետրվարի 11-ին էր, երբ այստեղ սկսել, ավելի շուտ սկսել էին այստեղ խաղաղներ տեղադրել, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ Միած հայտարարի, որ լրագրողներին բոլոր խնդրում ենք դուրս գան, մարդիկ էլ ցեմը բացեք, այս մարդիկ թող առանձին նստեն որոշեն։ Այո, խնդրում եմ ապամոնտաժող պետականաշեն ապատող իրար թողնեք որ դուրս գան, իրանք չեն հեռանում տարածքից, դուրս են գալիս խորհրդակցելու, հետո կբայած պլանների մասին կասենք, երբ որ մենք այստեղ շարունակում ենք մեր ակցիան, մեր պահպանությունը հանրային տարածքի։
Ուրեմն դիմերը տարբեր նամակներով դիմել են քաղաքապետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ, հայտնելու համար, թե ինչ են այս տաղավարները կառուցվում Մաշտոցի պուրակում։ Քաղաքապետարանը չէր պատասխանում, շինարարական ընթացքը որ կատարվում էր Ապոլի լրիվ չէր համապատասխանում քաղաքաշինության նորմերին, եւ փետրվարի 11-ին ակտիվիստները ուղղակի ստիպեցին դադարեցրեցին շինարարությունը, պահանջելով, որ մինչև չհստակեցվեն այն բոլոր օրինական հիմքերը, ապա որևէ տեսակ շինարարություն չի լինելու եւ առավել ևս սա հանրային տարածք եւ հանրային պուրակ է եւ դա պետք է պատկանի հանրությանը։ Քաղաքապետարանը տեղել է նամակագրություն։ Քաղաքապետարանը տեղել է նամակագրություն, բայց մինչև վերջը քաղաքապետարանը չկարողացավ հստակեցնել այն նորմերը, հիմքերը, թե ինչպես են այս տաղավարները հայտնվել այստեղ։ Սկզբնական շրջանում նշում է, որ դրանք Աբովյան փողոցից ապամոնտաժվող խանութներն են, հետո պարզվեց, որ սա կանաչապատով որ ինչ-որ սեփականություն է, հետո պարզվեց, որ այստեղ գիրք են վաճառելու կամ չեն վաճառելու, այսպես տարատեսակ պատասխաններ, ասենք գլխավոր ճարտարապետը քաղաքի ուրիշ բան էր ասում, հետո քաղաքապետը ուրիշ բան էր ասում, մի ասույցի ժամանակ քաղաքապետը նշեց, որ այս բյուջեն փող չունի, որպեսզի փոխհատուցեն Աբովյան փողոցի կրպակատերերին, բայց այդպես էլ չկարողացան հիմքեր, թե ինչպես են Աբովյան փողոցում հայտնվել դրանք։ Նաև ուզում եմ նշեմ, որ մենք հնարավորություն չունենք դիմել Հայաստանի դատական համակարգով այս հարցը վիճարկելու համար, գիտեք Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում եւ ուսանողական այգու դեպքում հանրության տարբեր ներկայացուցիչներ դիմել են դատարան, որպեսզի հանրային շահը պաշտպանեն, որ բողոքարկելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, սակայն դատարանը մերժել է նշելով, որ հանրային շահի պաշտպանության համար չի կարող դիմել դատարան, այսինքն կարող է միայն մասնավոր շահի դեպքում դիմել։ Ինչ բան։ Դատարանը չեն թողնում, որպեսզի մենք հանրային շահ ներկայացնենք եւ բողոքարկենք քաղաքապետարանի որոշումը։ Այդ վեճը մի պահ տեղափոխվեց Հայաստանյան կառավարություն չհրատիավազուչի փորձեց այդ հարցին լուծում տալ, սակայն այն նույնպես առանց պատճառաբանելու նշեց, որ կարող ենք մինչև 3 տարի թողնել, հետո ապամոնտաժել, այսինքն չես հասկանում, եթե անօրինականությունով կարող ենք թողնել 3 տարի մնա կամ չէ, ինչպես կարող մարդուն 3 տարի խոշտանգել օրինակի համար։ Այս պատճառով կյանքի կոչվեց քաղաքացիական արտար եւ անկախ դատարանը, որպեսզի վերջապես այս երկրում մի կառույց լինի կամ ինչ-որ նախաձեռնություն, որտեղ կարող ենք քննել հանրային շահի պաշտպանության հարցերը։ Քաղաքացիական արտար անկախ դատարանը ոչ միայն Մաշտոցի պուրակի համար, այլ նաեւ հանրային շահերի պաշտպանության համար։ Եվ դատարանը որոշեց, որ իրականության մեջ այս տաղավարները եւ խանութները չեն կարող տեղադրվել Մաշտոցի պուրակում, նշեց, որ պետք է քաղաքապետարանը ապամոնտաժի այս ամեն ինչը եւ նաեւ բարեկարգի այգի։ Իրականացման հարկադրություն դրվեց քաղաքացիական հասարակության վրա եւ քաղաքացիական հասարակության տարբեր օղակներ ինքնակազմակերպելով ստեղծել այս բրիգադը, այս պետական ապամոնտաժող բրիգադը, որը նպատակ ունի այս տաղավարները ապամոնտաժել եւ տարածքը վերադարձնել հանրությանը։ Ուզում եմ նշել, որ այստեղ նաեւ մի քանի շերտ կա, կարևորագույն խնդիրներից մեկն է հանրային կառավարման ոլորտի հարցը, որ տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է հաշվետու թափանցիկ աշխատել եւ օգնել, որպեսզի հնարավորություն տալ, որպեսզի բնակիչները կարողանան մասնակիցներ որոշներ ընդունման գործընթացին։ Նաեւ սահմանադրական իրավունքների հարցը, որ մենք պաշտպանում ենք մեր հանրային սեփականությունը եւ առողջ եւ բարեկեցիկ շրջակա իրավունք ունենալու մեր սահմանադրական իրավունքը։ Այսքանը հիմա մենք սպասենք հանգիստ խաղալ, ժամանակ հայտարարություններով հանդես գանք։ Դեռ ասեմ, որ փոշին բուտիկների արդյունքն է, որտեղ կանաչապատ նախածք չկա, լավ, այսքան է, հետո նորից խոսենք։ Լսում հեղարիկների երաշտությունը, շատ բոքորը երաշտությունը։ Որովհետև այս որը չգիտես մեկ իսատեր չգնա։ Արդին ենք հավաքվել, չգիտես, որ կեպի ճաշարդի։
Հայ ասան նրանց հանգիստ թողնել գնացին Դրանողները դրանց հանգիստ թողել, գոածա, թողել